Երեմիա 20:9 գրված է. «Եվ ես ասեցի, նրան չհիշեմ և չխոսեմ այլևս նրա անունովը, այն ժամանակ սրտիս մեջ վառվեց կրակի պես դարձավ, ոսկորներումս պահված, և ես հոգնեցի կրելուցը և չկարողացա»։ Եղբայրներ, մի լռեք, երբ կարող եք աղոթել ձեր հարազատների փրկության համար։ Աստվածաշունչն ասում է. «Հավատացեք Տեր Հիսուս Քրիստոսին, և դուք կփրկվեք, դուք և ձեր տունը»։ Միգուցե ձեր ընտանիքից դեռ միայն մեկ մարդ է անհավատ, աղոթեք նրա համար, Աստված լսում է և նա կպատասխանի։ Դիտենք վկայությունը։ Որքան ժամանակ եք օգտագործում հենակը, եղբայրս։ Անցել է մոտ 3 տարի, այդ ժամանակ կոտրեցի կոճս։ Եվ Ես նաև վիրահատել եմ 2 ազդոսկրերս։ 2 ազրոսկրերը, ալելույա, փառք Տիրոջը, այժմ առանց վախի սկսեք քայլել հավատքով, այնպես ինչպես երբեք չեք քայլել Հիսուսի անունով։ Այո, եղբայր, արա ավելի լայն ու հաստատուն քայլեր։ Այժմ շրջվիր։ Տիրոջ ներկայությունը այստեղ է, նա քայլում է քեզ հետ։ Եկ հիմա փորձենք մի փոքր վազել, վազիր ինձ հետ, հավատով։ Նայեք նրան, բարեկամներս, նա ազատված է։ Օ, փառք Տիրոջը։ Աղոթենք։ Հայր, մենք հիմա աղոթում ենք Հիսուսի անունով, հանդիմանելու այս մարդու ընտանիքում առկա ամեն չարիք։ Ես կապում եմ ամեն չար ոգու և հրամայում եմ նրանց հեռանալ։ Այժմ այս մարդը և նրա ընտանիքը օրհնված են Հիսուսի անունով, ամեն։